1969 թվականի հուլիսի 20 Ապոլո 11 բարձրությունը լուսնից 11.8 կիլոմետր բարձրության վրա։ Առաքելության մեկնարկից 100 ժամ 12 րոպե։ Ապոլոն 11-ը լուսնի ուղեծրում է գտնվում լուսնի հեռավոր կողմում մի տարածքում, որտեղ երկրի հետ հաղորդակցություն չկա։ Lunar մոդուլ Eagle-ը բաժանվում է Կոլումբիայի հրամանատարական մոդուլից։ Այս պահից սկսած առաքելությունը բաժանվում է երկու տիեզերանավերի։ Eagle-ի վրա Նիլ Արմսթրոնգը և Էդվին Ալդրյանը շարժվում են դեպի լուսնային մակերես։ Մայքլ Քոլինզը մնում է մենակ ուղեծրում, սպասելով նրանց վերադարձին։ Կոլումբիայի պատուհանից Eagle լուսնային մոդուլը գլխիվայր նայեց։ Այսպիսով Քոլինզը կատակեց, որ արծիվը գլխիվայր թռչում է։ Կոլումբիան լքում է ռադիոլռության գոտին։ Երկիրը նորից լսում է անձնակազմը։ Հյուսթոնի համար սա առաջին դեպքն է, երբ Ապոլո 11-ն այլևս մեկ տիեզերանավ չէ, այլ երկու առանձին մեքենա։ Կոլումբիան լուսնային ուղեծրում և արծիվ դեպի վայրէջք։ Eagle Houston, մենք քեզ տեսնում ենք ղեկի վրա։ Ավարտվել է։ Ռոջեր, արծիվը բադի վրա է։ Ռոջեր, ինչպես է այն Նիլ։ Արծիվը թևեր ունի։ Առջևում ողջ առաքելության ամենավտանգավոր փուլն է։ Արծիվը դուրս է գալիս լուսնային հորիզոնից։ Ազդանշանն անհետանում է։ Այժմ վայրեջքի մի մասը կշարունակվի առանց երկրի հետ կապի։ Կոլումբիան կամաց հեռանում է և մնում լուսնային ուղեծրում։ Արծիվը շարունակում է շարժվել իր վայրընթաց հետագծով։ 1 րոպե է մնացել շարժիչի միացման ճշգրիտ պահին։ Տիեզերագնացները պատրաստվում են մանևրի։ Ճիշտ վայրկյանին բորդ համակարգիչը պետք է տա շարժիչը գործարկելու հրամանը։ Այս ազդակը կիջեցնի արծվին ավելի մոտ լուսնին, իրական վայրեջքի սկզբին։ Բարձրությունը մոտ 15 կիլոմետր է։ Eagle վայրեջքի փուլի շարժիչը բռնկվում է և լուսնային մոդուլը սկսում է վերահսկվող վայրեջք ուղեծրից դեպի լուսնի մակերես։ Բայց խնդիրներն առաջանում են գրեթե անմիջապես։ Քեյստոնի հետ շփումը դառնում է ընդհատումներով և համակարգիչը թողարկում է ծրագրային ազդանշաններ 1201 և 1222։ Մի քանի վայրկյան վայրեջքն ինքնի կասկածի տակ է։ Հյուսթոնը արագ որոշում է կայացնում։ Ծառատունկը կարող է շարունակվել։ Մոտ 120 մետր բարձրության վրա արծվի տակի մակերեսը վտանգավոր է դառնում։ Խառնարաններ, ժայռեր և քարեր։ Արմսթրոնգը պետք է մոդուլը տեղափոխի կողք, շարունակելով վայրեջքը։ Այս պահին արծիվը մակերևույթի վերևում շարժվում է ժամում մոտ 65 կմ արագությամբ, մինչդեռ Արմսթրոնգը ավելի հարթ վայր է փնտրում վայրեջքի համար։ Արծիվն այժմ գտնվում է լուսնից մոտավորապես 30 մետր բարձրության վրա, 10 հարկանի շենքի բարձրության վրա։ Սպառելիքը գրեթե վերջացել է։ Հյուսթոնը վերջին նախազգուշացումն է տալիս։ Այժմ ամեն ինչ կախված է վերնական մետրերից՝ արագությունը, անկյունը և կառավարման փայտի մեկ ճշգրիտ շարժումը։ Արծիվն անցնում է վերջին մետրերը։ Շարժիչը բարձրացնում է լուսնային փոշին, ինչը Արմսթրոնգի համար ավելի ու ավելի դժվար է դարձնում մակերեսը տեսնելը։ Մոդուլն ավելի ու ավելի դանդաղ է իջնում։ Վայրեջքային զոնդը դիպչում է լուսնին։ Սալոնի կոնտակտային ցուցիչը լուսավորվում է։ Շարժիչն անջատված է։ Հյուսթոնում թռիչքների տնօրենները լուռ նայում են իրենց էկրաններին, սպասելով հաստատման։
Միայն լուսնի ձայնը կարող է ասել նրանց, որ վայրեջքն իսկապես ավարտված է։ Roger, tranquility. We copy on the ground. You got a bunch of guys about to turn blue. We're breathing again. Thanks a lot. Երկար պատրաստվելուց հետո Արմսթրոնգը բացում է արծվի լուկը եւ զգուշորեն դուրս է բարձրանում դեպի ետ։ Կենսապահովման մեծ փաթեթով նրա մեջքին յուրաքանչյուր շարժում պետք է լինի դանդաղ եւ ճշգրիտ։ Սկզբում նա հասնում է աստիճանների վերևում գտնվող մի փոքրիկ հարթակի, ապա բռնելով բազրիքը, քայլ առ քայլ իջնում է դեպի մոդուլի կլոր հենարանը։ Ներքևում նա ստուգում է, թե արդյոք կարող է նորից բարձրանալ առաջին աստիճանին։ Նրա դիմաց մի մակերես է, որին երբեք մարդու ոտքը չի դիպել։ Արմստրոնգը խոսում է լուսնի վրա երբևէ ասված ամենահայտնի խոսքերը։ Առաջին բանը, որ Արմստրոնգը ուսումնասիրում է լուսնի վրա, հողն է հենց նրա ոտքերի տակ։ Նա նկատում է, որ լուսնի փոշին չափազանց նուրբ է, չոր եւ գրեթե փոշու նման։ Բայց միևնույն ժամանակ այն բավականաչափ խիտ է, որպեսզի պահպանի կոշիկի հստակ հետքը։ Երբ Օլդրինը սկսում է դուրս գալ արծվի միջից, նա ասում է, որ ցանկանում է մասամբ փակել լյուկը եւ համոզվել, որ պատահաբար այն չխփի իր հետևից։ Արմստրոնգը թեթև հումորով պատասխանում է. շատ լավ գաղափար է։ Լուսնի վրա նույնիսկ նման փոքր բանը կարող է աղետի վերածվել։ Օլդրինը նայում է անկենթան լուսնային լանդշաֆտին եւ արտասանում իր հայտնի արտահայտությունը։ Այժմ լուսնի մակերեսին երկու մարդ կա։ Նրանց առաջին շարժումները կարծես թե սովորում են օգտագործել նոր մարմին։ Կոստյումը մեծ է, ձգողականությունը թույլ է, իսկ մակերեսը անծանոթ է։ Սկզբում շարժվում են զգույշ, կարճ քայլերով, հետո սկսում են ավելի վստահ զգալ թեթևակի ցատկելով եւ փոքր ցատկեր կատարելով։ Յուրաքանչյուր լուսնային նմուշ ուներ իր նպատակը։ Հիմնական հավաքածուն ներառում է ռեգոլիտ, փոքր ժայռեր եւ լուսնային նյութի բեկորներ։ Որոշ նմուշներ հատկապես զգույշ են եղել, փաստագրելու, թե որտեղ է ընկած քարը, ինչ տեսք ունի այն եւ ինչ կա դրա շուրջը։ Մակերևույթի վրա աշխատելը դժվար էր։ Հաստ ձեռնոցները ձեռքերում գրեթե ոչ մի զգայունություն չէին տալիս։ Տիեզերագնացներն օգտագործել են փորվածք չամրացված հողի համար, երկարակցան առանձին ժայռերի համար եւ մետաղական խողովակներ մակերեսից ներքևից նյութ հավաքելու համար։ Պետք էր ամեն ինչ հավաքել, կնքել եւ վերադարձնել արծվի մոտ։ Այս կարճ ելքի արդյունքը լուսնի 21-6 կիլոգրամներ։ Լուսնի վրա դրոշը բաց մնաց իր դիզայնի ոչ թե քամու պատճառով։ Մետաղյա ձողը պահեց իր վերին եզրը եւ գործվածքը պահպանեց իր ծալքերը պահեստավորելուց հետո։ Այդ իսկ պատճառով կադրերում այն ալիքավոր է թվում, թեև շուրջը միայն տարածության վակուումն էր։ Լուսանկարչությունը գիտական աշխատանքի մի մասն էր։ Արմստրոնը լուսանկարել է արծվի վայրեջքի ոտքերը, տիեզերագնացների հետքերը, լուսնային փոշին, ժայռերը, հորիզոնը եւ մոդուլի վիճակը վայրեջքից հետո։ Նրա խսվլա տեսախցիկը տեղադրվել էր կրծքավանդակի վրա, ուստի նա չէր կարող աչքով հարվածել։ Նա ստիպված էր ամբողջ մարմինը շրջել տեսախցիկը ուղղելու համար։ Արմստրոնգը պարզապես լուսանկարում է Օլդրինին լուսնի մակերեսին։ Բայց Օլդրինի ոսկե երեսկալն արտացոլում է գրեթե ամբողջ տեսարանը։ Ինքը Արմստրոնգը տեսախցիկով, Eagle լուսնային մոդուլով, դրոշով եւ դատարկ լուսնային լանդշաֆտով։ Այսպիսով սովորական առաքելության լուսանկարը դառնում է Ապոլո 11-ի ամենահայտնի պատկերներից մեկը։ Տիեզերագնացները լուսնի մակերեսին տեղադրում են Ապոլոն 11-ի առաջին գիտական գործիքները։ Մեկը պետք է գրանցի լուսնի երկրաշարժ, մյուսը պետք է արտացոլի լազերային ճառագայթները երկրից, իսկ երրորդը պետք է գրավի արևային քամու մասնիկները։ Երբ Արմստրոնգը եւ Ալգվինը թողնեն լուսինը եւ վերադառնան երկիր, այդ գործիքները կմնան մակերեսի վրա եւ կգործեն առանց մարդկանց։ Լուսնի վրա մնացած է լազերային ռեֆլեկտոր, որը վերադարձրել է երկրից ուղարկված ճառագայթները։ Դրա շնորհիվ գիտնականները տասնամյակներ շարունակ մեծ ճշգրտությամբ չափում են դեպի լուսին հեռավորությունը։ Մակերևույթի վրա աշխատանքից հետո սկսվում է վերադարձը։ Օլդրինը նորից բարձրանում է արծվի մեջ։ Մինչդեռ Արմստրոնգը մնում է դրսում եւ օգնում է բարձրացնել լուսնային նմուշներ պարունակող թաղանթը եւ տարաները։ Արմստրոնգը վերջինն է բարձրացել։ Լյուկը փակ է եւ խցիկը նորից օդով է լցված։
Ավելորդ իրերը, կենսապահովման համակարգերը, լուսնային կոշիկները եւ որոշ սարքավորումներ դուրս են նետվում, թռիչքից առաջ մոդուլը թեթևացնելու համար։ Ընդհանուր առմամբ, արծիվը լուսնի վրա անցկացրել է մոտ 21 ժամ 36 րոպե։ Արմսթրոնգը եւ Օլդրինը դրսում աշխատել են լուսնի մակերեսի վրա մոտ 2 ժամ 31 րոպե։ Նրանք պետք է կրակեն Eagle-ի թռիչքի շարժիչը, պայթեն մակերևույթից եւ հանդիպեն Կոլումբիայի հետ լուսնային ուղեծրում։ Մեկ շարժիչը Արմսթրոնգին եւ Օլդրինին կբարձրացնի լուսնից եւ կվերադարձնի նրանց լուսնային ուղեծիր։ Մոդուլի ստորին հատվածը դրոշի, գիտական գործիքների եւ մարդկային առաջին հետքերի հետ մնում է մակերեսին։ Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Արմսթրոնգը եւ Օլդրինը ուղեծրում կհասնեն Կոլումբիայի հետ։ Երկու տիեզերանավերը կրկին մոտենում են միմյանց լուսնի վրայով։ Փոքր արծվի թռիչքի փուլը եւ հրամանատարական մոդուլը Կոլումբիա նավը, որը պետք է անձնակազմին տուն տանի։